Բարի երկու սիրելի բարեկամներ, սույն թվականի ապրիլի 16-ին Գյումրիում կայանալու է նորընտիր ավականու Անդրանիկ նիստը, որի օրակարգում ներառված է լինելու համայնքի ղեկավարի ընտրության հարցը։ Նկատի ունենալով, որ արտահերթ ընտրությունների արդյունքներով որևէ քաղաքական ուժի այդպես էլ չհաջողվեց ստանալ 50 եւ ավելի տոկոս վստահության ձայն, ինչը հնարավորություն կտար միանձնյա ձևավորելու Գյումրու քաղաքային իշխանությունը կամ Գյումրիու համայնքային իշխանությունը, բնականաբար ավականին իր կազմով պետք է ընտրի Գյումրու համայնքի նոր ղեկավարին։ Դուք գիտեք, որ 4 քաղաքական ուժեր հայտարարել են, որ առաջադրելու են Գյումրու համայնքի ղեկավարի թեկնածու Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին եւ ըստ ամենայնի, եթե որևէ ինտրիգ տեղի չունենա եւ եթե այդ 4 քաղաքական ուժերը պահեն իրենց պայմանավորվածությունները եւ կատարեն իրենց ստանձնած հանձնառությունները, ապա ապրիլի 16-ին կայացած քաղաքական պայմանավորվածության արդյունքում Գյումրու նոր համայնքի ղեկավար կընտրվի արդեն, ինչպես ասացի, Վարդան Ղուկասյանը, սակայն որևէ ինտրիգ բացառել հնարավոր չի, հաշվի առնելով նախորդ տարիների ընթացքում գործող իշխանության կողմից ձեռնարկած մի շարք քայլեր տարբեր համայնքներում, որոնց արդյունքներով ըստ էության իրենց թեկնածուն է դարձել տվյալ համայնքների ղեկավար, ես գտնում եմ, որ հետևյալը, եթե գործող իշխանությունը ճանաչում է Գյումրու ընտրությունների արդյունքները, եթե իգուտություն է ընդունում 4 քաղաքական ուժերի կողմից հրապարակված հայտարարությունները եւ հաշվի է նստում գյումրեցիների կամքի հետ, բնականաբար պետք է հենց այսօր հայտարարեն, որ որևէ տեխնացուի չեն առաջադրելու, որպեսզի հնարավորություն տրվի, որ այլ քաղաքական ուժերը կատարեն գյումրեցիների կամքը եւ քաղաքապետի տեխնացու առաջադրեն այն անձին, ով ստացել է ըստ էության ընդդիմադիր դաշտի առավել շատ ձայները։ Հետևաբար որևէ ինտրիգ բացառելու նպատակով կրկնում եմ, իշխանությունը այդպիսի հայտարարություն պետք է անի։ Սակայն, եթե ավականու Անդրանիկ նիստում գործող իշխանությունը առաջադրեց իրենց տեխնացու Սարիկ Մինասյանի տեխնացությունը կամ իրենց կազմից այլ տեխնացուի առաջադրեց որպես համայնքի ղեկավարի տեխնացու, ապա կարելի է երաշխավորած համարել, որ մարդագողությունը այս անգամ էլ իրենց հաջողվել է, որ իրենց հաջողվել է այլ խմբակցությունների այս կամ այն անդամներից կորզել համաձայնություն ստվերային պայմանավորվածության արդյունքում, որ իրենք կստանան համապատասխան ձայներ, որպեսզի քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուն դառնա համայնքի ղեկավար։ Իրենց բացակայում է պակասում է 3 ձայն, հետեւաբար պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի հերթական մարդագողության փաստը չարձանագրվի եւ ժողովրդի թիկունքում հերթական որոշումը չկայացվի։ Հարգանքներս։